Որտեղ է սկսվում իմ Հայաստան եւ որտեղ եմ ես վերջանում։ 6-րդ դասարանից է սկսել ստեղծագործել Ավետիսը։ Առաջին գրած բանաստեղծությունը չի հասցրել գրականության ժամին կարդալ, կարդացել է տանը, ծնողների համար։ Զանգը հնչեց եւ այդպես էլ մնաց։ Հայրենիքի, Արարատի, պատմական արժեքների ու կարոտի մասին 70 բանաստեղծությունները մեկ նպատակի լույսը գրքում է համախմբել Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցում սովորող 17-ամյա տղան։ Իմ առաջի բանաստեղծությունը իհարկե եղել է հայրենիքի թեմայով, քանի որ ծնողներս հայրենասեր են եւ ինձ իսկական հայ են մեծացել, որի համար ես հպարտանում եմ։ Ավետիսը հպարտ է իր արմատներով, իր տատը, պապը Քեսաբում են ծնվել։ Մանկուց լսել է պատմություններ Հայաստանի հարուստ պատմական ժառանգության, հերոսական մարտերի, նաև կորուստների, թշնամուն թողած հողերի մասին։ Հացի բույն է հնոցից ելնող։ Հայաստան ասելիս ես ընկալում եմ ոչ միայն 29745, այլև ես Հայաստան ասելիս ընկալում եմ 1 միլիոն կիլոմետր քառակուսի տարածք, որովհետև իմ հայրիկս, իմ ընտանիքը միշտ օրինական Հայաստանի տարածքը միլիոնից ավել է եղել։ Իսկ հիմա միլիոնը թող չլինի, բայց գոնե մեծ հայքի մեր օրինական տարածքները Հայաստան ասելիս ես այդ տարածքներն եմ իսկ ընկալում։ Հայրենիքի մասին միայն գրելը քիչ է, ասում է, պետք է նաև պայքարել։ 10-րդ դասարանի աշակերտը գիտի, չպետք է ուրանալ ակունքները, չպետք է մոռանալ հողերը, որ թշնամուն են անցել, բայց հայկական են մնում։ Արարատը հենց ինքը սրբություն է, քանի որ դարեր շարունակ հենց Արարատով ենք մենք հպարտացել ու մեր խորհրդանիշային միշտ Արարատն է եղել։ Հայրենիքի համար պետք է պայքարել, ստեղծել, արարել, որպեսզի ամեն օր ունենանք դեպի ավելի լավ հայրենիք։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։